Տուրաբովյանը այդ հեղափոխությունը ժամանակին արեց, որ գրականությունը մարդկանց հասանելի դառնա, մենք էլ անում ենք այն, որ բժշկությունը մարդկանց հասանելի դառնա։ Առաջ մարդկանց մինչև մեր բլոգ վարելը, մարդկանց համար բժշկությունը դա ինչ-որ մութ անտառ էր, որտեղ սև մանտյաներով մարդիկ, բայց հիմա որ դու մարդուն բացատրում ես ինչ-որ բանը իր լեզվով, որ ինքը հասկանում, որ չես ասում ձեր անոթները մագիստրան, որ իջնում են Խաչաձև, ես հիմա դու ասում ես երկու հատ շլանգ է իջնում, մի շլանգը փագ է, մյուս շլանգով ջուր գնում է։ Մարդը հասկանում է, որովհետև ինքը անոթ չի տեսել, բայց շլանգ տեսել է։ Կամ խողովակե չի տեսել, բայց շլանգը տեսել է։ Հիմա կարող ինչ-որ մեկն է կոմենտ գրի ու բժիշկը որ շլանգ բառը օգտագործում է, ես իր մոտ չեմ այցելի, մի այցելեք, այնպես մարդիկ տեսեն, ինչքան գործուն է։ Առավոտ 8-ից կեսից չեմ կարող շնչել։ Հիմնականում ես կարողանում եմ պացիենտներին բերեմ իմ դաշտ, նույնիսկ այն պացիենտների հետ կոնֆլիկտ ալնում, վերջում ամենաջիգյարով նրանց հետ են գլնում։ Իսկ գլնում է ասում եմ ոդքի կանգնի, բաճկոնը թանի, մատիկով ցույց տուր, որտեղը տա ցավում։ Լինում է հիվանդը խնդրում եմ, հա դու չես կարող բացատրես։ Ասում եմ մատը տար դիր ցավացող տեղի վրա։